Պարոն Կարապետյան, կներկայացնեք այսօր տեղի ունեցած իրավապահները ԱԱԾ-ից էլ կային եւ ինչ էին խնդրում ձեր տանը եւ այս process-ը ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք։ Այսօր հոբելյանական չեմ հիշում որ երրորդ խոզարկությունն էր մեր տանը։ Երրորդ։ Շնորհակալություն։ Էլի ինչ որ նախորդ անգամներ Ինչ որ բան վերցրեցին, տարան։ Ինչ որ կարող է այն բաները ինչ որ դրանց կարար հետաքրքրել, բայց ամեն անգամ նույն պատմությունն է։ Ինչ թղթեր համակարգ։ Չէ, ոնց որ ինչ որ բան տենց Չվերցրեցին ոչինչ։ Դուք տեսաք ձեր բան տանում են թե չէ։ Բան չի էլի, ոնց որ տեխնիկական ավելի շատ նախագնական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ որ բան չեն։ Դուք ինչ եք մտածում, կներեք, դուք ինչ եք մտածում, պարոն Կարապետյան, օգոստոս 2-ին, երբ ազգային ժողովը գումարվի, հետո դատախազը կգա ձեր հետևից, թե ոչ։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրանք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք, պարոն Կարապետյան, ինչ եք կարծում, ինչ եք քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ։ Ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտների։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք, երեք մի քանի միլիարդ մենք պահանջում ենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Երեգել հիմա սրում է ուրիշ երկրի։ Ադրբեջանից 30-40 անգամ մեծ երկրի հետ։ Նկատի ունեք Ռուսաստանի հետ։ 30-40 չէ, կնեք։ 120 անգամ մեծ երկրի հետ։ Կոնկրետ որ հայտարարությունները երեկվա նկատի ունեք։ Երկաթուղու հետ կապված, այլ բաների հետ կապված սրում է հարաբերությունները երկրների հետ։ Այն ձևով ինչ որ սրել էր Ադրբեջանի հետ, ինչը բերեց պատերազմին։ Կար սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունը, բայց առիթ է տալիս։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Դա մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, տեսեք ինչ, չգիտեմ, հակա այս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Պարոն Կարապետյան, բայց ասում եք, ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչ որ առերեսվեցին։ Բայց ասում է, որպես գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ վատ բան է արել Հայաստան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում, ավարտեմ պարոն Կարապետյան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում այն հարցի հետ կապված, որ Հայաստանը տարբեր երկրների հետ հաստատում է ռազմավարական գործընկերություն, որ փորձում է քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ գտնել։ Արդյոք սա հիմնավոր չի։ Այդ խնդիրներով թող գնա, բանակցի, process գտնի, ճանապարհ գտնի, լուծում գտնի իրավիճակում, ոչ թե բերի sense էլի մի քանի, որ երրորդ անգամ արդեն տուպիկի։ Թող գնա բանակցի։ Էսի մեթոդա տենց հարաբերություններ հաստատելու համար բողոքելով չի։ Մենք արդեն անկախ երկիր ենք։ Մենք պետքա կարողանանք ճիշտ, համ հեռավորություն սահմանելուց ճիշտ անենք։ Համ էլ այնպես չանենք, որ վաղ մյուս օր ավելի սրենք իրավիճակը։ Պարոն Կարապետյան, ու մի բան էլ մի անգամ ասեցի, մի անգամ էլ եմ ուզում ասեմ։ Այն մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի, այս սրացմանը ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետք է ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ-որ բարեգործության հետ կապված հայտարարություն արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը,
Երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օր իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասեցի լավ է։ Ասում եմ փորձը ցույց է տալիս, որ այդ Փորձը ինչպես ինքն է ասում, օլիգարխների բարեգործությունը։ Ասում եմ ավել լույս է գրե դպրոցների վրա, եկա փողեր եք աշխատել 5%-ի սունկա եք արել բաժանում։ Կպատասխանեմ։ Իրապես պետքա ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչա իրա ուզածը, ինչա իրա երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի, իմն էլ չի, էդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց, իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իրա ուզածը։ Այս ամբողջ պրոցեսի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները գանը, դարպասները լավը չի։ Մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարեկարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Պարոն Կարապետյան, այն մեղադրանքները ա ձեզ ուղված, որ հավելագրումներ արել հեծը դպրոցների վրա եւ ասում եմ պայուսակներ այդ հավելագրված։ Մոտապես 6 ամսվա ընթացքում 40 թե 50 մարդ ենք անի աշխատանքից դրա համար։ 30 մարդու հետ կապված եղել է ծառայողական քննություն։ Վերադարձվել է ավելի շատ գումար այդ հավելագրումներով պայմանավորված մեր քննության ժամանակ, քան իրենք են արել։ Հիմա չգիտեմ, ես վերջի 4-5 ամիսը աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չեմ ուսումնասիրել, բայց մինչև այդ մեր 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա ու իրենց մենք հավելագրումը ավելի շատ էին գտել։ Հավելագրումը լուծելու միակ ճանապարհը էդի սմարթ հաշվիչներն են։ Դնում ես հաշվիչը ավտոմատ ցույց է տալի բազային։ Այսինքն դուք պնդում եք, որ առանց հեծի սեփականատերերի իմացությանն են այդ հավելագրումները։ Այսինքն այսօր հավելագրումներ, շատ հավելագրումներ կան։ Այսօր ուրեմն իր իմացությամբ հավելագրում է արվում։ Եթե իր իմացությամբ, ուրեմն այդ հավելագրած գումարը գնում է իր տուն։ Դուք տեղյակ չեք եղել ոչ։ Մենք տեղյակ ենք եղել, որ խնդիր կա։ Իհարկե տեղը առաջի օրվանից հեծի ձեռքբերումից մենք տեղյակ ենք եղել այդ խնդրի մասին։ Մի քանի անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ես էլ եմ նշել այն ժամանակ, երբ որ կառավարման process-ի մեջ ներգրաված էի։ Ես էլ եմ նշել, որ կա խնդիրներ, մի քանի խնդիրներ կար։ Թեր գրանցում հավելագրում։ Ինչպես է տեղի ունեցել դա։ Մեկից թեր գրանցել են, մյուսին հավելագրել են։ Հեծը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել։ Ունեցել է մեկին թեր գրանցում են, մյուսին հավելագրում են։ Դրա համար գտել ենք smart հաշվիչների համակարգ, որը տարածաշրջանում ունիկալ է։ Ստեղծել են գործարան։ Գործարանը այդ smart հաշվիչները մատակարել է, այս բան 700,000 մարդ smart հաշվիչներով է ստանում իր էլեկտրականության վճարը։ Այդ դրա արդյունքում կորուստներն են նվազել, հավելագրումներն են։ 300,000 մարդ դեռ smart հաշվիչներով չի ստանում։ Այդ իսկ պատճառով կա հավելագրում։ Գնում ես smart հաշվիչները դնում ես, հավելագրում չի լինում, չես ելնում անպատասխանատու քաղաքական հայտարարություններ անում։ Պարոն Կարապետյան, խորհրդարանի մեկնարկից առաջ ոնց որ թե հանդիպում արդեն ֆրակցիայով ունեցել եք, որոշում ունեք արդյոք եք առաջադրելու փոխնախագահի պաշտոնի համար եւ հանձնաժողովների նախագահների հետ կապված։ Ընդհանուր այո, ունենք պատկերացում։ Վերջնական որոշումը տեղի կունենա հենց նիստից, ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ ընդհանուր խմբակցության հանդիպման, այդպես է process-ը, դրանից հետո հանդեսում։ Դուք կզբաղեցնեք որևէ պաշտոններ, այսինքն կան, օրինակ, կա մի քանի դիրքավորված ուղղություններ, որը վերահսկման համար բավական կարևոր է։ Դրանք հնարավոր է մենք վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրանց գործերին հնարավոր է դիտարկենք վերցնել, բայց չեմ ուզում հանձնաժողովներից առաջնահերթությունը որոնք կլինեն։ Եթե ես այսօր ասեմ հանձնաժողովներից մեր համար առաջնահերթությունը, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն։ Իրանք արդեն որոշել են պետաիրավականը վերցնեն եւ պաշտպանությունը սկզբից հայտարարել են։
Խոսում նման տրամադրություններ Եթե կա։ հայտարարություն լիներ, եթե հայտարարություն լիներ, կասեմ։ Այնպիսի հանձնաժողովներ պետք է լինի, որ վերահսկի իրանց Փոխնախագահի պաշտոնին դուք կհավաքնեք։ Ոչ։ Պարոն Կարապետյան, երեք նաև վարչապետ անդրադարձավ Լիպարի Դրմեյանին, կապված հեծի եւ կառավարության արբիտրաժի հետ, մեղադրելով, որ ասելով, որ ձեր մարդն է եղել այնտեղ։ Ինչու՞ կհիշեք Դրմեյանին։ Ես չգիտեմ ով է մեր մարդը եղել։ Մեր մարդը մեր հայրենակիցներն են բոլոր։ Բոլոր հայրենակիցները, ովքեր ունեն պատիվ, ովքեր ունեն կամք, իրեն չէ ասելու, բոլորն է մենք բոլորս իրար համար կարևոր լավ մարդիկ ենք։ Թող անուն չդնի մարդկանց, այդ մարդիկ յուրաքանչյուր մարդ։ Ես իր մասին առաջ անգամ լսել եմ, երբ որ ինչքան հիշում եմ, հենց նույն երկրի վարչապետը հանդես էր եկի հայտարարությամբ, որ համաձայն չէր, թե այսպիսի բան էր տեղի ունեցել։ Այդ մարդու մասին ես լսել եմ այդ ժամանակ առաջի անգամ, որ մարդը համաձայնություն չի տվել իրավական ապօրինի գործընթացների։ Ասում եմ պետքա բարձել հասկանալ ձեր հետ ինչ Պետքա կապ բարձել, այո, պետքա բարձել խոսացել։ այս քննությունները, այս բոլոր քրեական գործերը իրա հետ ինչ կապ ունի, իրա ուղղորդման հետ ինչ կապ, պետքա բարձենք այս բոլորը։ Պետքա բարձենք, թե ինչու է գործը երաշխավորում եք, որ եթե ուսումնասիրություն լինի, իրավապանները ոչինչ չեն գտնի Կարապետյանների եւ Դրմեյանի հետ։ Կարող են հազարավոր մարդկանց նայել, չգիտեմ, ասենք Հայաստանը փոքր երկիր է, բայց մեր հետ կապված ես առաջի անգամ այդ մարդկանց մասին այդ հետո իհարկե միասնության թևերով ինչքան իմացա տեխնացու էր մի քանի անգամ process-ների ժամանակ քաղաքական հանդիպել ենք ոնց որ չենք խոսել իրենց հետ առանձնազրույց չենք ունեցել բայց պարոն Թաթյանին տեսել եմ ինքն էլ հետն է եղել Պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ Որ համարում եք, որ քաղաքական է այս շուրջ տեղի ունեցողը, ամեն դեպքում եթե որոշեն ձեզ կալանքի հարցով խորհրդարանում ներկայացնել միջնորդություն եւ որոշում կայացնել այդ մասով, դուք ինչպես եք պատկերացնում արդեն ձեր հետագա գործունեությունը, եթե կալանքի հարց առաջանա, ձեր թիմը ինչպես է անելու խորհրդարանում, դուք ունեք այս մասով ինչ-որ ծրագրեր արդեն։ Ուզում ենք 4 անգամ անցնել։ Դա կլինի աննախադեպ իրավիճակ, երկրորդ ուժի, հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանակ փակել ու բոլորն է գիտեն ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ուզում են մի անգամ, երկու անգամ, երեք անգամ կալանավորել, ինչ ուզում են թող անեն, դա չի ազդելու, հակառակը ազդելու։ Պարոն Կարապետյան, օգոստոս 2-ի նիստին ներկա լինելու եք։ Այո։ Եթե անգամ ասում են կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու, նույնիսկ այդ պայմաններում կգնաք, հա։ Մենք կհանդիպենք, եթե հնարավորություն ունենանք, վեհապարել այդ օրը, եթե հնարավորություն լինի, ուրախ կլինենք, հանդիպենք վեհապարել։ Իսկ ինչպես եք մեկնաբանում, որ կաթողիկոսին չեն հրավիրում ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նիստին։ Արդեն մեկնաբանությունը ամբողջությամբ պարզ է։ Մեր եկեղեցու համանդրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհապարն է ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին, եկեղեցու իրավունքներին։ Կներեք, հիմա երբ որ օրինակ ուժեղ Հայաստանը լինի այնտեղ ներկա արդյոք չի լեգիտիմացնում իշխանության այն որոշումը, որ կաթողիկոսն այնտեղ անելիք չուներ։ Իսկ մարտավարությունը, պարոն Կարապետյան, հիմա խորհրդարանի նախագահին ընտրելու փոխնախագահներ, հարց ու պատասխան, ելույթներ, թե բոյկոտելու եք այդ մասով, ձեր մասով։ Դրանք արդեն ընթացքում երևի այսօր էլ սահմանափակվենք այսքանով, դրանք արդեն ընթացքում տեղա կպային։ Իսկ քվեարկելու եք կողմ թե ոչ, օրինակ ազգային ժողովի նախագահի տեխնատությանը ընթացքում իրենց կողմից առաջադրված Թուրքիայում կրթություն ստացած ու այդ կրթության մասին տեղեկատվությունը կեղծած մարդու, որ բացեի բաց Ալիկ Ալեքսանյանը նույն ձեր ասած դուրս եկավ հարցնում ասում դուք սովորել եք Սաբանջի համալսարանում։ Չի ասում դուք սովորել եք Թուրքիայում։ Այո, հեսա կպատասխանեմ այդ հարցին։ Դուք
ուսում եք ստացել Թուրքիայում։ Մարդը մյուս օրը դուրս է գալիս, ասում է ես ուսում չեմ ստացել, բոլորից աչքին նայելով։ Ալեք Ալեքսանյանը ապացույցն է ներկայացնում։ Դրանից հետո նա դուրս է գալիս, ասում է դա fellowship է։ Ճիշտ է բառացի։ Ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը հայերեն բառարանով։ Երբ որ մենք նայում ենք, բացում ենք հայերեն բառարանը, ուսումնասիրությունը, հոմանիշը սովորելն է։ Այդ մարդը գնացել է դաս է ստացել թուրքերից ու դրա մասին ամենավտանգավորը չի ասեմ ես։ Եթե այլ տեխնացու լինի, թող բերեն նայեն։ Չի ասել ինչ է նկատել, որտեղ կենսագրականում միշտ այդ գրվակը նշված է եղել, այսինքն ձեր թիմակիցը ինչ որ բացահայտում չի արել։ Մեր թիմակիցը այդ օրը հայտարարությունից հետո նա ասաց, որ ես երբեք չեմ սովորել թուրքերեն։ Բանը այդ անձը ում իրենք առաջարկում են ազգային ժողովի նախագահը։ Նույն օրը կարող եք նայել։ Իսկ Արամ Վարդևանյանն է լինելու ազգային ժողովի նախագահի ձեր։ Դա արդեն խոսենք։ Շատ